ԱՄՆ, Իրան, Իսրայել, Իրան արճակատման ներկա փուլը այսօր ես քննարկում եմ իմ գործընկեր, քաղաքական մեկնաբան եւ խորհրդատու Էրիկ Հակոբյանի հետ։ Ողջույն Էրիկ։ Շատ ուրախ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Էրիկ, դեռ մեկ շաբաթ առաջ վերլուծաբանները տատանվում էին եւ հստակ պատասխան չունեին։ Ի վերջո Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղիղ կներգրավի այս հակամարտության մեջ թե ոչ, հարվածներ կհասցնի Իրանին թե ոչ, այսօր այդ հարվածները արդեն իրականություն են։ Որն է քո գնահատականը, եզրակացությունը եւ ի վերջո այս հարվածները միջուկային ծրագրի մասին էին թե ավելին։ Ոաման վերջի հարցը առաջ պատասխան տանք ոչ։ Հիմա պարզ է, այո, մինչև վերջերս մտածում էին եթե ամերիկան Իսրայելին օգնելու այս պատերազմի մեջ իրանց հետ միանալով, բայց պարզ է այս պահին, որ այս ծրագիրը այդ միջուկային օբյեկտների մասին չի։ Այս երկու պատճառով, երկու նպատակ կա, մեկը էլ որ ռեժիմի փոփոխությունը Պարսկաստանում, մեկը էլ որպես այդ տարածքային ուժ վերացնել Պարսկաստանը, որտեղ եթե նայեք վերջի մեկ տարվա այս քաղաքականության մեջ, այս ջեոպոլիտիկական քաղաքականության մեջ, հիմա որ Հեզբոլլան էլ արդեն գոյություն ունի հիմնական որպես ուժ Լեբնանումը եւ Ասադի ռեժիմը անցյալ տարի վերացավ, մենակ Պարսկաստանն է մնացել որպես դիմադրություն, որպես մենակ երկիր, որ կարող է ոչ թե մենակ երկիր, որ կարողությունը չի, ուրիշները կան, Թուրքիան կարողություն ունի, բայց վերջի հաշվով Թուրքիան միշտ կհանձնվի Արևմուտքին եւ Իսրայելին։ Նույն ձևը Սաուդի Արաբիան, նույն ձևը Էմիրատները, Եգիպտոսը, անգլերենով մեր phrase կասում են full spectrum dominance։ Եթե Պարսկաստանը որպես այդ տարածքային ուժ գոյություն ունենա, կարող ենք հասկանանք, որ Իսրայելը արդեն լրիվ ազատ է, որ ինչ ուզում անի, ազատ է, որ եթե ուզենա, ամեն երկրին կարող անի Սիրիա, եթե ուզենա ամենտեղ կարող անի Գազա։ Դա չի որ ամենտեղ անելու են։ Հարցն է, որ կարողություն ունեն, եւ դա անգլերենով կոչվում է full spectrum dominance, որ ինչ ուզենան կարող են։ Այսինքն այս պահին գոնե Իրանի, այսպես ասենք, դիմադրությունը ոչ միայն կարևոր է հենց Իրանի համար, այլ ամբողջ տարածաշրջանում։ Այո, որտեվ բայց այդ երկու ուժերը հավասար ուժեր չեն։ Իրանի խաղը ռազմական պատերազմի մեջ Իրանը կարող է Իրան պաշտպանի, բայց չի կարող հաղթի Իսրայելի դեմ, դստակ չի կարող հաղթի Իսրայելի եւ Ամերիկայի դեմ։ Եվ որոշ չափով էս Ամերիկայի շատ շուտ ակտիվելել է, որտեվ Իսրայելը հաջողություն ունեցել է, բայց այդ ռեժիմը ավելի կարող է պատասխան տա եւ ինքը կարող է Իրան պաշտպանի այս պահին։ Դեռ այս պահին։ Շատ հետաքրքիր բան ասացիր, որ կարող է դեռ հարվածներ հասնել, բայց իմ հաջորդ հարցը հետեւյալն է։ Իհարկե դժվար է գնահատել, թե այդ հարվածները ի վերջո որքան հուժկու էին, թե ինչ ազդեցություն ունեցել այդ օբյեկտների վրա։ Արդյոք սա նաև ինչ որ չափով քարոզչական քայլ էր Թրամփի համար երկրի ներսում կամ աշխարհում։ Կարող է, բայց շատ դժվար է նստես Թրամփին հասկանաս իր քաղաքական շարժումները, քայլերը լրիվ մենակ քաղաքական աչքով, որտեղ ինքը շատ տարօրինակ քաղաքական դեմք է։ Ու անկախատեսելի։ Անկախ եւ դժվար է հասկանալ, որտեղ որ իր հատուկ ինքը ավելի շատ improvisation-ի մեջ է, հատուկ իդեոլոգի չունի, որոշ բաներ սիրում է, որոշ բաներ չի սիրում, բայց ամենաշատ ինքն իրան է սիրում։ So այս քաղաքականությունը իր հետ շատ անձնական է։ Այնա որ մարդիկ որ նստում են ուզում են իրար հասկանան որպես նորմալ նախագահ Ամերիկայի փաստես, ասես այս Նիքսոններս, Օբամաները, Ռեյգանները, չես կարող համեմատես իրան, որտեվ էսի ավելի շատ օլիգարխիան ամերիկյան համակարգը, քան թե նորմալ այդ ամերիկյան համակարգերը, որ մենք սովորենք, ասես երկրորդ համաշխարհայինից հետո։ Լավ, ո՞րն է քո գնահատականը Իրանի միջուկային ծրագրի հեռանկարի ու ապագայի վերաբերյալ։ Այն ամբողջությամբ վերացվել է, պետք է տարիներ, տասնամյակներ վերականգնելու համար, ինչ ես կարծում։ Ոչ չի իմանում դրա պատասխանը այս պահին, եւ դա մոքե հստակ խոսում է, ճիշտ հիմնական չեն իմանում ինչի մասին են խոսում, որտեղ հարցն երկու բան կա, ինչքան են վնասել այդ կենտրոնները, մանավանդ Ֆորդուն, որ ամենա պահպանված տեղն է 80 մետր ցած շատ դժվար է, բացի ատոմային ռումբով շատ դժվար է լրիվ վերացնել Ֆորդուն։
Եվ մի բան որ պետք է հասկանանք այս ատոմային ծրագիրների մասին, որ էսի շատ հին տեխնոլոգիա է, մարդիկ կարծում են էսի 70 տարվա, 80 տարվա տեխնոլոգիայի մասին ենք խոսում, Սախարով ենք խոսում, Oppenheimer ենք խոսում, այս մարդիկ մոտիկ 100 տարի առաջ սրա վրա աշխատում էին։ Հազարներ մարդիկ կան Պարսկաստանում, որ այս փորձառությունն են, այս դաշտումը, եւ այդ իրանց ինչ որ կապ շատ པարզ է, որ այդ իրանց ամենակարևոր այդ կարողները ընդերից հաների, տեսնում ես սատելայթի նկարներ կան, որ տեսնում ես մեքենաները իրար հետևած կանգնած, իրանք ապուշ չեն գիտեին, որ այսպես խփելու են այդ իրանց կենտրոնները։ Հարցն է, որ պետք է իրանք այդ քաղաքական որոշումը, որ եթե օքեյ, եթե մեր ապագան էսա, կարող է մի տարի, երկու տարի հարված ենք ստանում, բայց վերջումը մեծևի բոմբ ստեղծում ես մետեում եւ մետը պայթացնում ես եւ վերջ, օր լրիվ հանձնում ես։ Այդ երկու որոշումներն են հիմնական, բայց դրանք քաղաքական որոշումներ են։ Technically, եթե այս հիմավա աշխարհում կարող եմ ասեմ 30-40 երկիր կա աշխարհում, եթե ուզեն, հա, որոշ ժամկետում կիմանա հասնի ատոմային ռումբը։ Բայց էդի քաղաքական որոշումը, Ժապոնիայի նման տեղում 6 ամիս է, Կորեայի նման տեղում 6 ամիս է։ Կարող է Պարսկաստանի նման տեղում 2 տարի էլի։ Հարցն էլի այդ 2 տարվա մեջ ինչ այլելու քեզի։ Եվ այս մեր բանը որ մեր առավելությունը որ Պարսկաստանի նման երկիր ունի, անգլերենով մի phrase կասում pain tolerance, ցավի ինչքան ես պատրաստ ցավ քաշել։ Դիմանալ։ Եվ այս մոդեռն արևմտյան համակարգները Իսրայելի մեջ տեսնում ես, այո, խփում են Իսրայելում, տարբեր ամեն օր իրանց գրակում են, իրանց վրա էսան խփում են, խփում, բայց տեսնում ես, որ շատ մանե դիմացկուն կան, բայց էլի էթում են մարդիկ։ Այտենց եթե դու Իսրայելի լրիվ իրանց բիզնես մոդել IT-ի վրա է, հարստությունը IT-ից է գալի։ Այդ IT-չնիկը որ կարող է տարի $2000 հանի, եթե իմանում է այդ նույնը կարող է Պորտուգալիա, Իսպանիա, անի եւ SS տեղում չապրի կեթա եւ էթում են։ So հարցերը այդքան հեշտ չեն, մենակ ռազմական հարց չի։ Քաղաքական ինչ կամքի ուժ ունես որպես երկիր, քաղաքական համակարգը ինչ ուժ ունի։ Եվ բանը ինչ են ասում, այդ արևմտյան համակարգները pain tolerance-ը շատ քիչ է։ Համեմատած ուրիշ երկրների հետ։ Լավ, հիմա Իրանի հնարավոր հարված պատասխան այս երկու օր Իրանը անդադ հայտարարում է, որ ես պատասխանելու եմ արդեն 3 Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, նախ սա պարզապես նախազգուշացում ազդանշան է, կգնա մինչև վերջ այդ քայլին Իրանը թե ոչ, նաև խոսում են նրա մասին, որ կարող է Ամերիկայի տարածքում ակտիվացնել քնած ահաբեկչական, այսպես ասենք, բջիջները, օջախները, ինչ լծակներ կամ հնարավոր պատասխաններ կան, որ կարող ֆանտասի Ամերիկայի մեջում բանալել էդի բան ինքնասպանություն է այդպես բանանես որտեվ եթե տեսնես որ ինչ որ այդպես բանելում Ամերիկայում իսրայելցիները ասում են էսի պարսկական հետախուզական կապ ունեցող մարդիկ են որ այդպես Պարսկաստանը այդպես կարողություններ չունի որ Ամերիկայի ներսում այդպես sleeper cell-եր ունենա Իսկ ինչ կասես Հորմուզի հնարավոր փակման մասին սա պարզապես ազդանշան է թե Իրանը կգնա մինչև վերջ Դա քաղաքական որոշում է, բայց դա շատ հեշտ է անել եւ ռազմական պատասխանից շատ ավելի արդյունավետ է իրանց համար։ Եվ ավելի հեշտ է անելը, որտեվ հիմնական այդ ապահովագրական հարցը, որտեղ այդ նավերը եթե չեն կարող իրանց ապահովագրական կրեդիտները ստանան ինշուր անեն իրանց, չեն էթալու։ Եվ այս առավոտ մեր եթե տեսնես նավերը կայսի մինչև Հորմուզ հետ են պետք է հետ երեցում, որտեվ վստահ չեն որ ինչ է։ Բացի դիտը մեքանի հատ այդ նավթի թանկերների վրա կրակես, որ մեքանիսին վերցնես, էլ չեն կա։ Սա շատ քիչ ակսիա, դու կարող ես շատ մեծ էֆեկտ ունես։ Եվ այսօր կտեսնենք, երբ որ շուկան նավթի այդ շուկաների այդ մարքեթի արժեքները որ բացի որտեղ է հասել, որտեվ եթե ասես նավթի, եթե իրանց ինչ քայլ որ վերցնում են նավթի արժեքը հասածն $100-ից ավել, դա շատ քաղաքական եւ դեր է խաղալու, որտեվ դու աշխարհը լրիվ աշխարհի տնտեսությունը վերացած ես անելու 100-ից մինչև $150 նավթ հավասար է recession-ի կարող ես մեծ վնաս տաս աշխարհի էկոնոմիային այդ դետալը աշխարհի հարց որ այս հարցերը լուծեն so այո կողպելը այնպես չի որ պետք է ամեն նավթի թանկերի վրա կրակեն պետք է մեքանիզմը վերցնեն մեքանիզմի վրա կրակեն եւ ասեն կարող են կրակենք եւ վերջ եւ դու կարող ես այդ նավթը հիմա որ
այսօր առավոտ այսօր հիմա $75 հասածնես 100-ից վեր։ 100-ից այդ բանը psychological այդ հոգեբանական շեմա։ 100-ից որ անցնես, եթե նայես աշխարհի պատմության մեջ միշտ դա շատ մեծ բանից մտնում ես 100-ից որ անցնում ես ասում ես 120 հետո recession մեծևոր նորից փլում է աշխարհի տնտեսական վիճակը։ So այդ խաղը իրանց էդ է, հատուկ չի որ կողպելը այդ չի որ մարդիկ ասեն ոչինչ չի անցնի, պետք է չի այդ անեն։ Եվ հաշվի առնելով որ աշխարհի թիվ 1 գերտերությունն է արդեն ուղիղ ներգրավել այս ամենում, ով կարող է հանդես գալ որպես միջնորդ, ի վերջո ել ավելի մեծ պատերազմի չվերածելու այս ամենը, ում ես տեսնում որպես այն կողմ, որը կարող է բանակցությունների սեղանի շուրջ բերել։ Գոյություն չունի, որտեղ մեպան որ հասկացել ենք այդ եվրոպացիները ոչ մի դեր չեն խաղում, իյուն essence հարցերի վրա, այն կանի որ Ամերիկան ուզում, ինչքան էլ irrational, ինչքան էլ որ իրանք իրանց օգտին չի, եւ տեսանք ինչքան արագ այդ իրանց նարատիվը փոխվավ, այլ լավ իսրայելական ամերիկան նարատիվը, zero enrichment այդ ամեն բաները։ So իրանք ոչ մի դեր չեն խաղում։ Ռուսաստան որոշ չափով, բայց այս պահինս Ուկրաինայի պատերազմի ժամանակ չեմ կարծում ինչ եւ պետք է հասկանանք որ այս պատերազմը այո Ռուսաստանի գործընկերներից մեկը հարձակվում է, բայց իրանց որոշ չափով իրանց օգտին է, որտեղ աշխարհի այդ լրություն այդ like 10 օր Ուկրաինայի մասին չեն խոսում։ Չի խոսում, ուշադրությունը ամբողջությամբ ուշադրությունը ասում է ռեսուրս է թվում է։ So իրանց համար իրանք կարող ասեն որ հակառակ են, բայց այս ինչքան շարունակվի, այդ իրանց ավելի օգտին է։ Հիմնական մենակ միջնորդ չկա, միջնորդը Ամերիկայի ներսի քաղաքականությունն է, որտեղ Թրամփի իր այդ մագայի շարժումի մեջ ամենախիստ, ամենաուժեղ հակառակությունը այս պատերազմից իր անդիմությունից չի գալի, իր կողմից է գալի, իր այդ մագայի շարժումից է գալի, որտեղ մեր պատճառ որ Թրամփը ընտրվեր, ասում ես միշտական պատերազմներ վերջացնելու է, անգլերեն ասում են forever wars, եւ ինքը ճիշտ հակառակն է արել։ So այս պատերազմը եթե չշարունակվի, Ամերիկայի ճնշումը, ներսի Ամերիկայի քաղաքական ճնշումն է, որ այդ փոխելու է ոչ թե միջ, որտեղ ոչ մի երկիր այս պահին չկա որ կարող որպես միջնորդի դեր աշխատի եւ նույն ժամանակ դու Պարսկաստանի դեր անելես ումին ես կարող վստահես։ Երբ որ հասկանում ենք որ լրիվ խոսակցությունները որ Էլերին with coffee հետ այդ լրիվ այդ հանդիպումները այդ ամենը պատրաստվում են որ հարձակվի ինչ որ բացի որ հանձնվել որ երբեք չի հանձնվելու հարձակվելու են խոսակցությունները ոչ մի հատուկ միտք չունեն այս պահին Իրանը որևէ մեկին չի կարող վստահել չեն կարող վստահել հիմա իմաստ չի որ խոսակցություն չի ելի բայց ոչ միտեղ չի հասնելու Եվ վերջին հարցը, որ ինձ թվում է ամենակարևորն է մեզ համար, Հայաստանի համար, հաշվի առնելով, որ շատ զգայուն, շատ խոցելի իրավիճակում է։ Մի կողմից կարևոր գործընկեր, մի կողմից կարևոր կրկին գործընկեր, հարևան, որը մեզ համար շատ կարևոր է ռազմավարական տեսանկյունից, ինչ պետք է անի Հայաստանը կամ առավել եւս ինչ պետք է չանի այս պահին։ Ամենակարևորը բանը գլուխ պետք է ցած պայես։ Եթե նկատեք, այո, եթե նկատեք այդ Իսրայելի հարձակումը որ լավ, պետությունը հիմնական հստակ ձևով ասաց որ հակառակ է, բայց առանց Իսրայել անունով օգտվելով, եթե հիշեք։ Իսկ ներկայում ոչինչ չի ասել, բացի որ Հայաստանը, բայց լրիվ աշխարհը այդ ասել, Թուրքիան ոչինչ չի ասել, արաբական երկրները ոչինչ չեն ասել, so ոչինչ չի ասում, մենք էլ կարող ենք ոչինչ չասենք։ Բայց այսպես պատերազմներում, գիտեք, այնքան երկար որ շարունակվում է, վերջը քեզ զորանալու որ ինչու՞ ասես։ Այո, որ ասես, որ իրանց կողմ վերցնես։ Էտա վտանգավոր ժամանակը, ժամկետը։ Եվ ճիշտ ուզանաս, ով որ ասում է լավ տարբերակներ կան, չկան։ Մենակ վատ տարբերակներ կան, ինչքան քեզանից քիչ հարցնեն այդքան լավ, բայց որոշ չափով էլ մենք մեր ասելը, մեր անելը այստեղում հատուկ դեր չի խաղում եւ երկու կողմերն էլ հասկանում են։ Երկու կողմերն հասկանում են մեր Եթե սիրեն հասկանում են, եթե մենք հիմա մեզի համեմատի մեր հարևան երկրի հետ, որ ընդերից դրոններ են օգտվում Պարսկաստանի դեմ, օդանավներ են, ռոկետներ են կրակում, լրիվ Ադրբեջանը եթե ուզում ենք հասկանանք, այս պատերազմի մեջ է։ Բայց իրանք դա գիտեն Իրանում, փաստորեն։ Ոչ որ գիտեն։ Հիմա այդ ռիսկը որ իրանք վերցնում են, բայց մենք այդտեղ չենք որ այդ ռիսկը կարող ենք վերցնենք, so լավ խորհուրդ, ճիշտ ասած լավ խորհուրդ չկա։ Մեզ ամենալավ տարբերակն է, որ էսի շուտ բրծնի, բայց դա հավանավոր չի։ Էսի կարող է բե process-ը, որ եթե տարիներ քաշի, բայց
ինչքան որ երկարի, այդքան ավելի վատ, եւ ինչքան որ երկարի, այդքան պետք կողմ դեսնես։ Ինչպես որ Ուկրաինայի պատերազմի ժամանակ առաջի սկիզբները մարդիկը հասկանում են, թե վերջերը հասկացանք, որ Անա Հակոբյանը պետք է գա Կիև շոկոլադներով։ Շնորհակալ եմ Էրիկ։ Մերսի շատ։ Հիշեցնեմ Սիլնետի ստուդիայում էր Էրիկ Հակոբյանը։